Երեմյան կաթնամթերքը ստացվում է սեփական ֆերմայի անարատ բնական առողջարար ակարգի կաթից, գերարտադրությունից մինչև փակ շղթայով կաթնամթերքի ստացում։ Երեմյան կաթնամթերքը վերահսկում է կաթնարտադրության ամբողջ ընթացքը։ Կաթը սեր է, ուժ եւ առողջություն։ Ողջույն, հանրայինի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է, ես Վահե Տերմինասյանն եմ եւ մենք զրուցում ենք առողջության մասին։ Այսօրվա գլխավոր թեման նվիրված է սրտամկանի ինֆարկտին։ Շատ-շատերն են լսել, շատերը ցավոք սրտի անգամ անցել են այս խնդրի միջով, բայց ինչպես է այն զարգանում, ինչ է իրականում իրենից ներկայացնում այս հիվանդությունը, կփորձենք հասկանալ այսօր մասնագետների օգնությամբ։ Սկսում ենք տեսանյութից, հետո արդեն հրավիրում ենք մեր լավագույն մասնագետներից մեկին։ Բժշկական Lancet աշխարհահռչակ ամսագրում տարիներ առաջ մի ուշագրավ հոդված տպագրվեց։ Ամերիկացի գիտնականները կատեի միջոցով հետազոտել էին 3500-ամյա եգիպտական մումիաների։ Կահիրեի ազգային թանգարանում պահվող մումիաների մոտ հետազոտողները հայտնաբերեցին սրտի իշեմիկ հիվանդության, աթերոսկլերոզի նշաններ։ Ամենայն հավանականությամբ բարձր խավի եգիպտացիների մոտ ախտորոշված այս հիվանդությունը պայմանավորված էր սննդակարգում խոշոր եղջերավորների յուղոտ մսամթերքի գերակայությամբ։ Չիմանալով, թե ինչ են սրտի իշեմիկ հիվանդությունները, մարդիկ հնագույն ժամանակներում էլ մահանում էին դրանց պատճառով։ Սրտաբանությունն այսօր բժշկության ամենաարագ զարգացող ճյուղերից է, ինչը հնարավոր է դարձնում հետաձգել սրտի խնդիրներն ու բուժել դրանք։ Այդուհանդերձ, առողջապահության նախարարության տվյալներով 2024-ին Հայաստանում գրանցված մահերի 53.1% դեպքերում պատճառը արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են եղել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում սիրտանոթային հիվանդություններից մահվան 5 դեպքից 4-ի պատճառը սրտամկանի ինֆարկտն է։ Ընդ որում տղամարդիկ 3-ից 4 անգամ ավելի հաճախ են ունենում սրտամկանի ինֆարկտ եւ սրտի քրոնիկ իշեմիկ հիվանդություններ։ Առողջություն եւ առողջապահություն վիճակագրական տարեգրքի տվյալներով Հայաստանում միայն 2023 թվականին արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացել է մինչև 70 տարեկան 1085 կին եւ 2719 տղամարդ։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, իմ այսօրվա առաջին հյուրը Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոնի ղեկավար, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանն է, ողջույն բժշկ Հայրապետյան։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք եւ մենք այսօր միասին հնարավորություն ունենք մեր հեռուստադիտողին պատմել, ինչ է վերջապես իրենից ներկայացնում սրտամկանի ինֆարկտը, ծանր երևույթ, որը կարելի է եւ իրականում ասում են կանխարգելել շատ հաճախ եւ ժամանակին հասկանալ եւ առաջին օգնությունը ժամանակին ցուցաբերել կյանքը փրկելու համար բուժառուի։ Նախ սիրտանոթային հիվանդությունները հանդիսանում են առաջին համար մեկ պատճառը Հայաստանի Հանրապետությունում մահացության եւ դրանց մեջ սրտամկանի ինֆարկտը առաջատար այսպես ասած տեղերից մեկն է զբաղեցնում մահացության առումով։ Սրտամկանի սուր ինֆարկտը դա սրտի իշեմիկ հիվանդության սուր դրսևորումն է, որի ժամանակ տեղի ունենում սիրտը սունուցող անոթների այս կարմիրներն են, որոշակի մակարդակի, որոշակի անոթի, որոշակի մակարդակի վրա խցանում եւ հետեւաբար նրան հաջորդող սրտամկանի այդ հատվածի սնուցման խանգարում։ Ամեն մի զարկերակը որևէ հատվածի համար է պատասխանատու։ Եվ եթե խցանվում է, փակվում է ինչ որ մի զարկերակ, հենց այդ պատի, այդ հատվածի ինֆարկտի մասին ենք մենք խոսում։ Տվյալ մակարդակին հաջորդող հյուսվածքի մեռուկացում է գնում։ Ընդ որում ինֆարկտ կարող է լինել ոչ միայն սրտամկանում։ Մենք կարող ենք ունենալ, չգիտեմ, թոքում ինֆարկտ կարող ենք ունենալ, մենք կարող ենք ունենալ երիկամում ինֆարկտ, բայց միշտ չգիտես ինչու ինֆարկտ ասելով հասկանում են հենց սրտամկանը։ Բնականաբար ամենատարածված եւ վտանգավոր դրսևորումը դա ինֆարկտ նշանակում է տվյալ սուր իշեմիա, տվյալ հյուսվածքի արյունազրկման դադարում։ Եվ բնականաբար այն օրգանը, որը պատասխանատու էր մնացած բոլորին մատակարարելու, արյուն մատակարարելու համար պատասխանատվությունը կրում էր իր վրա, հիմա հանկարծ ինքը չի կարողանում աշխատել։ Լավ, չի կարողանում աշխատել նրա մի մասը։ Դե
ամբողջ սիրտը չի կարող չաշխատել, դեպքում կտեղի կունենա կանգ։ Ահա։ Որոշակի հատված դուրս է գալիս կծկողական ֆունկցիայից։ Լավ։ Եվ թուլանում է այսպես ասած սիրտը։ Արդյոք միշտ նախանշաններ կան, թե կարող է ընդհանրապես ոչ մի խնդիր չլինել եւ առաջանա հանկարծակի միանգամից։ Երկու տարբերակն էլ կյանքում տեղի են ունենում։ Նախ դասական դեպքում տեղի ունենում հիվանդության հարաճում, այսինքն քրոնիկ սրտային կորոնար, այսինքն անոթային սրտի անոթային հիվանդությունը վերածվում սուր դրսևորման, սուր հիվանդության ինֆարկտի, այսինքն ստենոկարդիան, քրոնիկ ստենոկարդիան, կայուն ստենոկարդիան վերածվում սուր իշեմիայի ինֆարկտի, երբ աստիճանաբար փակվող աթերոսկլերոտիկ թիթեղիկով աստիճանաբար փակվող նեղացած, խիստ նեղացած հատվածը ինչ որ անկայունացում է լինում, նրա վրա տրոմբ է հավաքում եւ կտրուկ փակվում է։ Երկրորդ տարբերակ Բայց այդտեղ նախանշաններ կունենայինք։ Նախանշանները հաջորդում են մինչև այդ էպիզոդը, այսինքն լարվածության ժամանակ, ֆիզիկական ծանրաբեռնության ժամանակ, երբ անհրաժեշտ է լինում սրտին ավելի շատ արյուն տալ եւ անոթները լայնացնել եւ չի կարողանում ապահովել սիրտը, այդ անոթը, այդ հատվածը եւ առաջանում է ցավ։ Եվ տիպիկ դեպքերում այդ ցավը, որը տեղակայված է կրծոսկրի հետևում, տալիս է ուսերին, ճառագայթում է ձեռքերը, առավելապես ձախ ձեռքը, թիակը տեղի ունենում լարվածության ժամանակ, ֆիզիկական լարվածության ժամանակ։ Եվ ահա սա է լինում նախանշանները, որը բերում է հետագայում ինֆարկտի։ Ու սա է, որ պետք է միանգամից նկատեցիք գնալ բժշկի ստուգվել, որպեսզի չթողնենք ախտորոշել տվյալ հիվանդի անոթը եւ դա բուժել։ Մյուս դեպքը, որը ցավոք սրտի նույնպես քիչ չի լինում եւ մոտ 1/3 դեպքերում ինֆարկտը լինում է տվյալ հիվանդության առաջին արտահայտությունը, այսինքն հիվանդությունը, իշեմիկ հիվանդությունը միանգամից դրսևորվում է իր սուր ձևով սրտամկանի ինֆարկտով։ Ոչ մի խնդիր չունեի, չի նախորդում որևէ կլինիկա, որևէ ցավ, կոպիտ ասած տրոմբը փախավ, գնաց խցանեց, ոչ մի գանգատ չկար, նորմալ անոթ էր, վերջը ոչ մի խնդիր չուներ, ուղղակի գնաց խցանեց եւ փակեց։ Ոնց ենք հասկանում, որ մարդու մոտ կա սրտամկանի ինֆարկտ։ Կարող եմ ես առանց չգիտեմ, սովորական պայմաններում, առանց էլեկտրոսրտագրության, առանց լաբորատոր անալիզների ախտորոշել, որ մարդու մոտ սրտամկանի ինֆարկտի պատկեր է, թե դա հնարավոր չէ անել։ Ամենակարևոր ինֆարկտի բնորոշ նշաններից եւ ախտանշանների մեջ այս կոմպլեքսի մեջ իհարկե կարևորագույն դեր ունի ախտանշանները։ Այսինքն ցավ, տիպիկ ցավը, որ ես քիչ առաջ նկարագրեցի, հետկրծոսկրային ճառագայթումով ուսեր, բազուկներ, արմունկներ, ձախ թիակ, երկու թիակներ, դեպի մեջ, այս բոլորը տիպիկ են ինֆարկտի կլինիկային։ Բայց ներկա ժամանակաշրջանում սրտամկանի ինֆարկտ ախտորոշումը գիտականորեն բժշկագիտական տեսակետից դրվում է, երբ մենք ունենում ենք լաբորատոր տվյալներ, անպայման դա այսպես ասած տրոպոնինի արկայություն է բարձր կոնցենտրացիան արյան մեջ, անալիզ է, եւ նաեւ EKG խանգարումներ, էլեկտրասրտագրության խանգարումներ, էխոկարդիոգրաֆիկ եւ այլ պատկերային խանգարումներ։ Նոր դրա հիման վրա արդեն ախտորոշումը դրվում է եւ դրանից հետո կատարվում է բուժում։ Հիմա մեզնից շատերը լսել են երկու տարբեր մեթոդների մասին՝ ստենտավորում եւ շունտավորում, որը ինչ է նշանակում, ինչով են մեկը մյուսից տարբերվում։ Կարող ենք սրանց մասին թեթև պատմել։ Հիմնականում խոսում ենք ինֆարկտի ժամանակ սուր միջամտության դեպքում ստենտավորման մասին։ Ստենտավորումը ինչ է նշանակում։ Հատուկ ուղղորդող լարի միջոցով, աորտայի միջոցով մտնում են գալիս հասնում ենք փակ հատվածին ենք հասնում եւ այդ լարով բացում փակ հատվածը, այնտեղ հատուկ լայնացնում բալոնների միջոցով, որպեսզի նա հետ չգա այդ նորից չնեղանա այդ հատվածը, տեղադրում է մետաղական կարկաս, ստենտ այսպես կոչված, որը պահպանում է արյան սնուցումը ստաբիլ դեպի վերականգնեցինք։ Եվ արյունը նորից հոսում է դեպի շարունակություն, դեպի դիստալ հատվածներ։ Նայած ինչքան ժամանակից, ինչքան վաղ ենք մենք վերականգնում, այդքան շատ հյուսվածք ենք մենք փրկում։ 12 ժամվա ընթացքում կարելի է թույլատրվում է կամ խորհուրդ է տրվում բացել անոթը։ Դա այդ ժամանակից ուշ արդեն սովորաբար մենք ունենում ենք մահացած հյուսվածք եւ էլի կբացենք, բայց դա էլ երկրորդ հարցն է, էլի կարող ենք բացել, բայց արդյոք մենք կօգնենք հիվանդին։ Շատ դեպքերում մենք կարող ենք վնասել, որտեղ արդեն մահացած հյուսվածքի վրա
արյան վերականգնված շիթ է, հոսքը, կարող է առաջացնել արիթմիաներ, կյանքի վտանգ սպառնացող։ Այնպես որ այստեղ այնպես չի ամեն դեպքում բացել։ Այսինքն ամբողջ կախված է ժամանակից ու արագությունից։ Լավ։ Իսկ կարող եմ ես դեղորայքով բացել, չգնալ ստենտավորման։ Այո, կա այդպիսի դեղորայք, որ ֆիբրինը լուծում է, այսինքն տրոմբը լուծում է, կոչվում են ֆիբրինոլիտիկներ, որոնք արվում են եւ ներերակման միջոցով, որոնք լուծում են այդ տրոմբը, բայց իսկ ո՞նց իմանամ կլուծվի թե գնամ այնուամենայնիվ ստենտավորման։ Դրա համար կա այսպիսի մոտեցում ժամանակակից, եթե դուք 2 ժամվա ընթացքում հիվանդին հասցնելու եք անգիոգրաֆիկ լաբորատորիա, դա վերում է շտապ օգնությանը կամ առաջին բժշկական կոնտակտին, այսինքն հիվանդի կանչին ժամանած բժշկական անձնակազմի ներկայացուցիչ, դա կլինի բժիշկ, կլինի բուժքույր, ով իրականացնում է էլեկտրասրտագրություն եւ ախտորոշում է սրտամկանի ST էլևացիով ինֆարկտ եւ 10 րոպե ժամանակ է տրվում, որպեսզի կողմնորոշվի։ Եթե ձեր հաշվարկցույց է տալիս, որ չեք կարող 120 րոպեի ընթացքում նրան հասցնել այդպիսի բժշկական կենտրոն, ենթադրենք, չգիտեմ, Վարդենիսից պետք է հասցնեն Երևան, որտեղ ճանապարհը այդ ընթացքում չկա այս տարածության վրա։ Այդ դեպքում ճիշտ կլինի անել այդ տրոմբոլուծող դեղը, նոր նրան անմիջապես էլի տեղափոխել էլի ստենտավորման նպատակով։ Այսինքն անկախ նրանից դեղը արել եմ, թե չէ ստենտավորումը պարտադիր պայման է հանդիսանում։ Կորոնարոգրաֆիան է անպայման, այսինքն տրոմբը լուծող միջոցառումը կարող է լինել հաջողված, կարող է լինել չհաջողված։ Դա պարտադիր չէ, որ ինքը լուծի անպայման տրոմբը։ Դրա համար գնահատվում է գալուց եթե արդեն լուծել է, ստենտ չեմ դնում։ Չէ, դուք 24 ժամվա ընթացքում հարցը լուծել պլանային ձևով անում եք կորոնարոգրաֆիա, նկարում եք անոթները, տեսնեք ինչ վիճակում են անոթները։ Ինչի համար է կիրառվում շունտավորումը, ինչ է, արդյոք սա սուր վիճակներին բնորոշ է, թե սա արդեն պլանային գործողություն է։ Գոյություն է այսպիսի տերմին ինֆարկտ կախյալ զարկերակ, այսինքն տվյալ պարագայում այդ պահին խնդիրը ինֆարկտ առաջացրած անոթի բացումն է։ Դրա համար գնալ վիրահատության այդ պահին իհարկե իմաստ չունի։ Այդ պահին պետք է կատարել ստենտավորում, եթե տեխնիկապես դա հնարավոր է։ Այլ հարցը, որ հաջորդ քայլով պետք է որոշել մնացած անոթների համար անել պլանային ստենտավորում, թե գնալ շունտավորման։ Ցանկանայի ուղղակի մեր ազգաբնակչությանը, մեր ժողովրդին ուշադրություն հրավիրել այդ հանգամանքի վրա ինֆարկտի առաջին նշանների դեպքում անմիջապես զանգահարել շտապ օգնություն կամ դիմել մոտակա բժշկական կենտրոն 1։ Երկրորդը հիշել, որ ժամանակը դա կյանք է, այսինքն ինչքան դուք շուտ դիմեք բժշկական անձնակազմին, եթե ձեր մոտ ինֆարկտ է, այդքան շատ սրտամկանի հյուսված կփրկվի։ Հայաստանում գործում է սրտամկանի ինֆարկտի անվճար ստենտավորման ծրագիր, որը հնարավորություն է տալիս բոլոր պացիենտներին անվճար իրականացնել ինֆարկտ պայմանավորված զարկերակի անվճար ստենտավորում։ Շնորհակալություն իմ հյուրը Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոնի ղեկավար, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի սրտաբանության գծով խորհրդատու, իրականում մեր ամենավաստակաշատ բժիշկներից մեկը Համլետ Հայրապետյանն է։ Շատ շնորհակալ եմ, որ եկաք այսօր։ Շնորհակալություն։ Տարեկան 10,000 հոսպիտալացված բուժառու եւ սրտի 3,000-ից ավելի ստենտավորում, անհետաձգելի սրտաբանությունից մինչև բարդագույն վիրահատական միջամտություններ։ Հանրապետության ամենատարբեր անկյուններից Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոնն ամեն օր ընդունում է բուժառուների սրտանոթային ծանր պաթոլոգիաներով։ Էրեբունի սրտաբանական կենտրոնը հանրապետության ամենածանրաբեռնված եւ ամենամեծ սրտաբանական կլինիկաներից մեկն է, եթե ոչ ամենամեծը։ Սրտամկանի ինֆարկտով ստենտավորվող հիվանդների ամենամեծ քանակը մեր մոտով է անցնում։ Սրտի հետ կապված բարդ խնդիրների ախտորոշումներն ու միջամտություններն իրագործելու համար նեղ մասնագիտացված եւ բազմապրոֆիլ կենտրոն ունենալը կարևոր մեկնարկ էր։ 2015 թվականին Էրեբունի բժշկական կենտրոնի տարբեր ծառայություններ միավորվեցին Էրեբունու սրտաբանական խոշոր կենտրոնում։ Ցանկացած սրտաբանական առաջատար կլինիկա իրականացնում է նաև կրթական ծրագրեր։ Մեր անհետաձգելի սրտաբանության բաժինը հանդիսանում է Երևանի պետական բժշկական համալսարանի սրտաբանության ամբիոնի բազա։ Այս պահին մենք ունենք 50-60 կլինիկական օրդինատոր եւ արդեն քանի սերունդներ Էրեբունի բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքից
դուրս են եկել տասնյակ սրտաբաններ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով սրտանոթային հիվանդությունները տարեկան 17 միլիոն մարդու մահվան պատճառ են դառնում։ Հիվանդությունների աճին զուգընթաց սրտաբանությունը շարունակում է մնալ բժշկական այն ճյուղերից, որտեղ ամենից շատ նորարարություններ են ներդրվում։ Բժշկագիտությունը սրտաբանության ոլորտում ամբողջ աշխարհում վերջին 10 տարվա ընթացքում ունի բավական մեծ առաջընթաց։ Դա վերաբերում է նոր դեղորայքային խմբերին, եղած դեղորայքային խմբերի նոր կիրառություններին եւ ինչպես նաեւ միջամտություններ, նոր միջամտությունները։ Եվ մեր խնդիրն է, որը մենք աշխատում ենք իրականացնել, այն համակայել գնալ համաշխարհային, եվրոպական նորարարություններին եւ այն կիրառել մեր պրակտիկայում։ Դեղորայքային տեսակետից, դեղորայքային բուժման տեսակետից մենք ոչ մի տարբերություն չկա հիվանդը կբուժվի մեր կլինիկայում, թե եվրոպական առաջատար որևէ այլ կլինիկայում։ Միջամտությունների տեսակետից իհարկե կան դեռևս որոշ միջամտություններ, որոնք արվում են առաջատար կլինիկաներում, մենք դեռևս նոր ենք սկսում, մասնավորապես փակկաների վրա, փակ վիրահատությունները, խոսքը ինվազիվ ինտերվենցիոն վիրահատությունների մասին է։ Անհետաձգելի սրտաբանություն, ինտենսիվ թերապիա, արիթմոլոգիա, անգիոգրաֆիա, կարդիոպուլմոնոլոգիա։ Էրեբունի սրտաբանական կենտրոնը տրամադրում է ծառայություններ, որոնք սրտային խնդրով մարդուն անհրաժեշտ են բուժման բոլոր փուլերում, ախտորոշումից մինչև բուժում եւ վիրահատություն։ Հենց այստեղ են արվում նաեւ հանրապետության մասշտաբով բացառիկ միջամտություններ։ 2019 թվականին Էրեբունու սրտաբանական կենտրոնում կատարվեց բացառիկ նորարարական միջամտություն աորտալփականի փոխպատվաստում ներանոթային եղանակով։ Այս հարկավորումների տեսակետից նույն էխոկարդիոգրաֆիայի տեսակետից մենք ունենք էխոկարդիոգրաֆներ, որոնք օրինակ General Electric-ի վերջին մոդելներն են, բավական թանկարժեք եւ որոնք մենք արդեն մի քանի տարի, 1-2 տարի կիրառում ենք։ Այս վերջին մոդելները ունեն լրացուցիչ ֆունկցիաներ, որոնք թույլ են տալիս ավելի ճշգրիտ որոշել այս կամ այն պարամետրը, էխոկարդիոգրաֆիկ պարամետրը, ավելի ճիշտ գնահատել հիվանդի սրտի ստրուկտուրան, նրա ֆունկցիոնալ վիճակը եւ հետագայում նաեւ ավելի ճիշտ ախտորոշում դնել, կլինիկական ախտորոշում դնել եւ ճիշտ բուժում իրականացնել։ Ամեն օր ընդունելով ու ճանապարհելով սրտային պաթոլոգիաներով բուժառուների, Էրեբունու սրտաբանական թիմը նաև գիտական փորձ է ձեռք բերում։ Այստեղ կատարվում են գիտական հետազոտություններ, որոնց արդյունքները հետո հրատարակվում են Միացյալ Նահանգների, Եվրոպայի, Ռուսաստանի Դաշնության գիտական, մասնագիտական պարբերականներում։ Իհարկե, մենք ձգտում ենք գնալ ժամանակի հետ համակայել եւ պատահական չէ, որ անցած տարի մեր կլինիկան սրտաբանության եվրոպական ասոցիացիայի կողմից ստացավ հատուկ սերտիֆիկատ եւ նա վկայում է, որ այս ասպարեզում, մասնավորապես սրտային անբավարարության բուժման ասպարեզում, մեր բաժանմունքը սերտիֆիկացված է եվրոպական կազմակերպության սրտաբանական ընկերության կողմից եւ հանդիսանում է բարձր ստանդարտներ կրող կլինիկա։ Գրեթե փակելով սրտի բաց վիրահատությունների դարաշրջանը եւ նվազագույնի հասցնելով հետվիրահատական ռիսկերը, այսօր սրտաբանությունը Հայաստանում քայլում է առաջատար երկրներին համընթաց։ Գիտական վերջին նվաճումները, վերջին մոդելների ախտորոշիչ սարքերն ու վիրահատական մեթոդները ներդրվում են նաև Հայաստանում եւ տարեցտարի մի քանի տասնյակով կրճատվում է այն մարդկանց թիվը, որոնք սրտանոթային հիվանդությունների բուժման համար ստիպված էին լինում արտերկիր մեկնել։ Երեմյան կաթնամթերքը ստացվում է սեփական ֆերմայի անարատ բնական առողջարար ակարգի կաթից։ Գերարտադրությունից մինչև փակ շղթայով կաթնամթերքի ստացում։ Երեմյան կաթնամթերքը վերահսկում է կաթնարտադրության ամբողջ ընթացքը։ Կաթը սեր է, ուժ եւ առողջություն։ Սնվենք հաճույքով եւ մնանք առողջ։ Մեր հաղորդման հաջորդ հատվածն է իմ հյուրն է Երևանի պետական բժշկական համալսարանի հիգիենայի եւ էկոլոգիայի ամբիոնի դոցենտ բժշկական գիտությունների տեխնացու Արմեն Մկրտչյանը, ողջույն։ Եկեք խոսենք իմունիտետի մասին, փորձենք հասկանալ իրականում այն գոյություն ունի, այն միֆ է, իրականություն է, այն կարելի է բարձրացնել կամ կարելի ինչ-որ ձևով չափել եւ արդյոք իմունիտետի վրա ազդող այսօր գոյություն ունեցող դեղամիջոցները ձեր կարծիքով անվտանգ են։ Իմունիտետը մի բան է, որը շատ դժվար չափելիություն ունի։ Ինչով չափենք, ինչ մետրով չափենք, կշռքով չափենք, ինչով չափենք։ Իմունիտետի ամբողջ տրամաբանությունը այն է, որ մեզ պաշտպանի վարակներից, վիրուսներից, բակտերիաներից, չգիտեմ, եւ այլն եւ այլն։
Այսինքն այդ տրամաբանությամբ մեր լորձաթաղանթը նույնպես իմունիտետի մի հատված։ Իհարկե, մեր ամբողջ օրգանիզմում պահեց, հետո փրշտացի դուրս թռավ այդ բակտերիան եւ չգնացնես, դա էլ է իմունիտետի մի հատված։ Մեր աղիքային միկրոֆլորան է իմունիտետի մի հատված, որտեղ ինքն էլ է պաշտպանում։ Այսինքն դա այնքան մեծ կոմպլեքս է, կարելի է դա ընդունել որպես բանակ, զորք։ Եվ եթե ագրեսիվ բարձրացնում ենք իմունիտետը, մենք ունենում ենք ագրեսիվ սեփական ժողովրդի դեմ ուղղված, սեփական բջիջների դեմ ուղղված մի համակարգ։ Եվ հանկարծ հայտնվում են հատկապես շուկայում հայտնվում են այսպես կոչված իմունիտետը բարձրացնող պրեպարատներ, իմունոստիմուլատորներ, իմունոմոդուլատորներ, դրանցից ամեն մեկը գնում է ինչ-որ մի օղակի վրա է ազդում։ Իսկ դուք ինչ գիտեք, որ ձեր օրգանիզմում հենց այդ օղակներ թուլացած ու հենց այդ օղակներ պետք բարձրացնել։ Ինչպես ասեց Բժիշկ Մկրտչյանը, այո, եթե մենք չհարաշահենք, մենք կստանանք հակադարձ պատկերը, մեր իմունային համակարգը, մեր իսկ բջիջները կսկսի գնահատել որպես թշնամական եւ կհարձակվի մեր օրգանիզմի վրա։ Հենց աուտոիմուն հիվանդությունների տրամաբանությունը այն է, որ օրգանիզմի այդ պաշտպանները իմ սեփական բջիջներն են ճանաչում որպես թշնամի եւ ոչնչացնում են իմ սեփական բջիջներին։ Օրինակ, վահանաձև գեղձի հիվանդությունները։ Օրինակ, աուտոիմուն շաքարային դիաբետ, աուտոիմուն հազար տեսակի, հա, խնդիրներ, հոդային խնդիրները։ Դրանք բոլորը, երբ որ մեր իմունիտետը սկսում է հակառակ ուղղությամբ աշխատել մեր բջիջների դեմ։ Իմունիտետը բարձրացնելու, իմունիտետը կայուն պահելու համար մեզ պետք է առողջ քուն, առողջ ֆիզիկական ակտիվություն, գրագետ կազմակերպված, ճիշտ ծնունդ, նյարդային հանգստություն, գենետիկ մի ահռելի համակարգ եւ այլն եւ այլն։ Այո, ճիշտ ծնվելով մենք կարող ենք ունենալ այն սնունդը, որ օգտագործելու է մեր իմուն համակարգը, ավելի լավը լինելու, ավելի շատ, ավելի հեշտությամբ հակամարմիններ արտադրել, ավելի հեշտությամբ այդ սպիտակ բջիջները, լեյկոցիտներ արտադրել, ավելի մեծ քանակությամբ եւ ավելի որակյալ։ Այո, դրա համար միանշանակ սնունդը պետք է, կարեւոր է։ Եվ որ սնունդը արդեն մենք կարող ենք բալանսավորված, բայց արդեն գրագետ ձևով, հասկանում եք, ճիշտ պատկերացրեք, որ ոչ թե մենք հիմա կուտենք այս պղպեղը եւ մեր իմունիտետը կբարձրանա, այլ հակառակը մենք մեր օրգանիզմ ուղղակի կպահենք բալանսի մեջ։ Օգտագործում ենք մրգաբանջարեղենային ծիածան։ Ինչ է դա նշանակում։ Շաբաթվա ընթացքում ուտում ենք մրգեր եւ բանջարեղեն, որը դա փակելու է ծիածանի բոլոր գույները։ Արտադրիչի մեկ օրում ուտել ամբողջը, բայց մեկ շաբաթում փորձենք օրինակ նայեք մանուշակագույնի հատվածը, կանաչի հատվածը, նարնջագույնի հատվածը, դեղինի հատվածը, կարմիրի հատվածը եւ այլն, հա, այսինքն հատապտուղները, մոշը, ազնվամորին եւ այլն, այդ բոլոր այդ գույները ուղղակի գեղեցկության համար չեն։ Իմունիտետը բարձրացնելու համար մեր պաշտպանական համակարգերը կարգավորելու համար վիտամին C-ն պետք է, վիտամին E-ն պետք է, վիտամին D-ն պետք է, B12-ը պետք է, B6-ը պետք է, ամենամեծ սարսափներից մեկն է, որ մեզ թվում է, որ մենք այդ վիտամինային կոմպլեքս առնելով եւ խմելով, մենք այլևս առողջ ենք։ Իրականում բազմաթիվ հետազոտություններ կան, որոնք ասում են, այո, երբ որ ես խմում եմ առավոտյան իմ կոմպլեքսը, ես արդեն կեղծ պաշտպանվածության անձրևանոցի տակ եմ։ Ես արդեն ամեն ինչ ստացել եմ, ինչ ուզեմ կուտեմ, եւ մենք ասում ենք սխալ սննդակարգի։ Շատ ավելի գրագետ եւ ճիշտ է, այդ ամեն ինչ եմ թվարկած սելենը, կալցիումը, երկաթը, յոդը, այդ ամեն ինչը ստանալ բնական մթերքներից։ Բայց մենք ունենք նաեւ սպիտակ գույնի սննդամթերք, դա կաթնամթերքն է, որովհետև ծիածանի մեջ սպիտակ չկար, որոշեցի հիշել դրա համար մրգաբանջարեղենային ծիածան, բայց դրան կարող է միանալ եւ միսը եւ կաթնամթերքը, իհարկե։ Կա անգամ այդպիսի մի լավ արտահայտություն, ասում են իմունիտետը դա ծառից ընկած խնձոր չէ, որ պետք է կռանաս բարձրացնես։ Ոչ, իմունիտետը դա մեր մի գլոբալ մեծ համակարգն է, որը ընդամենը պետք է պահել բալանսավորված։ Եթե մենք նորմալ, բալանսավորված, կշռադատված սնունդ օգտագործենք, մենք երբեք խնդիր չենք ունենա իմունիտետի հետ։ Իդեպ մենք այստեղ ունեինք նաև համեմունքներ, որոնք նույնպես համարվում են օգտակար։ Այո, քրչապի մեջ, կոճապղպեղ, սև պղպեղ, այո, ցանկացած մթերք բնական իր ներդրումը կունենա մի վախեցեք, սրանք վատ բան չեն։ Մենք միշտ վախենում ենք աղից եւ շատ հաճախ համեմատում ենք աղը եւ համեմունքները։ Մեր խնդիրն այն է, որ մենք այնքան քիչ համեմունքներ ենք օգտագործում, որ ստիված աղ ենք գնում։ Համի համար դիմում ենք միայն աղի օգնությանը, աղի եւ շաքարի։ Ինչքան ավելի շատ համեմունքներ օգտագործենք, այնքան ավելի կիչնի
աղի մակարդակը։ Շաքարի օգտագործումը։ Հիշեցնեմ նաև, որ մեր հաղորդման ցուցադրման հովանավորն է Երեմյան ընկերությունը առողջ, անարատ եւ 100% բնական կաթնամթերքով։ Խոսում էինք իմունիտետի մասին, իմունիտետը պահպանելու համար օգտակար սննդատեսակների մասին։ Մնացեք մեզ հետ։ Շարունակում ենք հաղորդումը եւ արդեն ծնողների դպրոցն է, ծնողների դպրոցի հյուրը այսօր հոգեբան է։ Թագուհի Մակարյանի հետ ենք զրուցելու, համեցեք։ Ողջույն։ Ողջույն։ Մենք խոսում ենք երեխաների մասին եւ մենք այսօր խոսում ենք երեխաներին զարգացնող խաղերի, խաղալիքների մասին։ Բնականաբար մենք չենք կարող չանդրադառնալ հեռախոսներին, պլանշետներին եւ դրանց բացասական կողմերին եւ միաժամանակ չառաջարկել նրանց օրինակ մատիտներ, գունավոր թղթեր։ Բայց եթե լինենք անկեղծ, ապա որևէ երեխայի առաջ, եթե մենք դնենք այս երկու խումբը, ես վստահ եմ, որ 100 երեխայից առնվազն 99 կընտրեն սրանք։ Այո, եթե երեխան արդեն ունի այս սարքերը եւ եթե մենք ինքներս մեր փորձով ողջ օրը գտնվում ենք այս հեռախոսների եւ այդ պլանշետների, գadgetների մեջ, ապա մենք չենք կարող երեխայից պահանջել այլ վարքագիծ, հա։ Մենք խոսել ենք զարգացնող խաղերի մասին եւ շատ հաճախ միգուցե նաեւ ծնողների շրջանում արդարացվում է այն միտքը, որ ախր ինքը վնասակար բան չի անում, ընդհանրապես զարգացնող խաղեր է խաղում եւ ծնողները հաճախ թվում են այդ խաղերի առավելությունները եւ այլն, բայց Ձեզ խաբում են։ Բայց ուզում եմ նշել, որ շատ հաճախ ուղղակի ինքնաշեն խաղալիքների ստեղծումը եւ ինքնուրույն խաղերի կազմակերպումը դա այո, եւ միտքը եւ մտածողությունը եւ երևակայությունը եւ այլն։ Խաղի մասին առհասարակ կարող ենք մենք շատ երկար խոսել խաղի բազմաբնույթ նշանակության, ճանաչողական ոլորտի զարգացման մասին։ Սրանք դեն շպրտենք, պայեցինք։ Հիմա եկեք հասկանանք լավ ու վատ խաղալիքներ կան թե ոչ։ Իհարկե, մենք այստեղ մենք չասենք լավ ու վատ խաղալիքներ, այլ ասենք թե ինչպիսի պահանջներ են դրված խաղալիքների ընտրության առջև, որովհետև այսօր տպավորություն է, որ շատ ծնողների եւ շատ երեխաների ժամանակն է թելադրում, թե նրանք ինչպիսի խաղալիքներ պետք է ունենան եւ դրա համար մի քանի տարբերակ 1000 ներողություն, այսինքն տարբերակ համար 1։ Մտնում եմ խանութ, երեխային ասում եմ՝ «Ընտրիր, որն ես ուզում»։ Որը ուզում ես վերցրու բալես։ Եվ սովորաբար երեխան ընտրում է այն, ինչ որ մանկապարտեզի իր խմբի աշոտիկ ունի, Պողոսիկ ունի եւ այլն։ Կամ YouTube-ով ինքը ինչ տեսել է։ Այո, YouTube-ով ինչ տեսել է եւ դրանք հենց ժամանակի պահանջներն արդարացնող, այսպես ասած, խաղալիքներն են։ Խաղալիքի ընտրության մեջ շատ կարեւոր է, որ հաշվի առնենք երեխայի տարիքային հնարավորությունները, զարգացման հնարավորությունները, ես կավելացնեի նաև անվտանգության գործոնը խաղալիքի եւ այդ անվտանգության ներքո կուզեի, որ մենք ներառենք շատ տարբեր անվտանգության բաղադրիչներ, ֆիզիկական անվտանգության, քիմիական անվտանգության բաղադրիչ եւ շատ կկանգառնենք միգուցե հոգեբանական անվտանգության վրա, որովհետեւ կարծում եմ ֆիզիկականի եւ քիմիականի մասին պետք չի շատ մանրամասնել, մեկ որակյալ խաղալիք, 20 եւ ի վերջո խաղալիքների բազմազանությունը նաեւ կարող է շատ խոչընդոտել երեխայի զարգացմանը ինքնին իրենը, որտեղ երեխան շփոթության մեջ է հայտնվում բազմաթիվ խաղալիքներ ունենալով, երբ որ մենք տեսնում ենք, որ արդեն երեխան մոլորվում է այդ բազմազանության մեջ եւ ելի է փնտրում մեկ այլ խաղալիք, դա նշանակում է, որ խաղալիքը իր ֆունկցիոնալության մեջ չի եղել, հա, երեխայի կյանքում ֆունկցիոնալ չի եղել։ Այսինքն, եթե իմ երեխան 2 օր խաղալիքով կամ 1 օր խաղաց, դեն նետեց խաղալիք ու եկավ, ասեց նորն եմ ուզում, դա նշանակում է խաղալիքը չի աշխատում, իր գործը չի անում։ Միգուցե խաղալիքը սպառել է իր հետաքրքրությունը երեխայի կյանքում կամ խաղընկեր չկա, որովհետև եթե դա անընդհատ է տեղի ունենում, այսինքն նոր խաղալիքով են խաղում են 1 օր, ոչ կարող ենք ուղղակի ուղղորդել այդ ժամանակ երեխայի խաղը, օրինակ դառնալով իր համար խաղընկեր եւ այս խաղալիքի համար նոր խաղային սցենար մտածել, հա, երբ որ տեսեք, եթե դուք վերցնեք նույն խաղալիքը եւ դառնալ խաղընկեր երեխայի հետ, այստեղ շատ կարևոր նաև ծնող եւ երեխա հուզական կապը, իր համար կարևորված լինելը, սիրված եւ ընդունված լինելը, ձեր խաղընկեր լինելու նոր դերը երեխային կարող է հրապուրել եւ ինքը կարող է նույն խաղալիքով նոր խաղ կառուցել։ Եթե ես երեխայի հետ խաղում եմ մրցակցային խաղ,
Ես երեխային պետք է պարտվեմ, թե հաղթեմ։ Շատ կարևոր հարց եք տալիս, ինչը շատ հաճախ քննարկվում է, որովհետև շատ ծնողներ վերապահումներով են վերաբերվում, խղճահարության, որ երեխան չունենա ստրեսներ, հետևաբար խաղի ողջ ընթացակարգը այնպես են կառուցում, որ հաղթողը լինի երեխան։ Արդյունքում ինչ ենք անում։ Արդյունքում երեխային զրկում ենք շատ կարևոր կյանքի համար փորձառությունից, որ դու այո կարող ես պարտվել։ Երբ որ մենք խրախուսում ենք, որ դու կարողացար պարտվել եւ պատվով ընդունեցիր քո պարտությունը, դա կարծում եմ շատ ավելի կարևոր փորձառություն է կյանքի համար։ Եվ մենք պետք է նաեւ խրախուսենք իր պարտվելու կարողությունը։ Այնպես չի, որ միշտ դնենք երեխային հաղթեն։ Եվ խաղը պետք է լինի բնական, որովհետեւ շատ հաճախ ծնողներին թվում է, որ երեխան չնկատեց, որ իրականում իրենք հաղթեցին, բայց երեխային հաճելի է այդ քաղցր սուտը, բայց իրենք իրականում գիտեն ով է պարտվողը։ Դրա համար ուզում եմ, որ մենք ավելի օգնենք երեխային շատ հեշտությամբ հաղթահարել այդ պարտվելու զգացումը եւ դա դարձնել փորձառություն։ Այսինքն ես պարտվեցի խաղում, բայց հաղթեցի մի շատ կարևոր փորձառության մեջ։ Երեխան պետք է ունենա սիրելի խաղալիք, որի հետ պարկիկ հնի Այն արջուկը, որը շատ կարևոր հարցեր հետո մեծանում է էլի այսպես գուրգուրանքով պահում է, ասում է սա իմ մանկության արջուկն է։ Մենք միշտ պետք է փնտրենք ինչու, այսինքն ամեն հուզական ծայրահեղ, կապվածություն, կախվածություն որևէ իրից, որևէ օբյեկտից, դա չի կարող դիտարկվել որպես առողջ երևույթ։ Այսինքն այստեղ երեխան կարող է կոմպենսացնել իր կյանքում օրինակ շատ նշանակալի մարդկանց բացակայությունը, շատ կարևոր հուզական առումով մարդկանց բացակայությունը կամ որոշակի բացը հուզական առումով եւ դա կոմպենսացնել սիրելի խաղալիքով։ Եվ դա ավելի հաճախ բնորոշ է շատ տարբեր հուզական եւ հարմարման խնդիրներ ունեցող երեխաներին, ովքեր իրենց համար ապահովության, ճակերտավոր ապահովության զոնա են ստեղծում այս խաղալիքից կախվածության մեջ լինելով։ Եթե մինչև հիմա ունեն պահած խաղալիքներ, որ իրենց երեխաներին չեն տալիս, ասում են սա իմն է, դա նորմալ է թե ոչ։ Կարծում եմ դա նորմալ չի, որովհետև յուրաքանչյուր տարիքին բնորոշ գլխավոր գործունեություն կա եւ եթե մենք դեռ մեր հուզական հասունությամբ հետ ենք մնացել եւ համապատասխանում ենք այն տարիքային պահանջմունքներին, դա խնդիր է ու մենք պետք է փորձենք հասկանալ ինչու եւ ինչն է մեզ պակասում այսօր։ Շնորհակալություն հարգելի հեռուստադիտողներ, ես հասկացա մի քանի բան, չգիտեմ Դագույն կհամաձայնի թե ոչ, բայց կարծում եմ խաղալիքներ ընտրելիս երևի թե ճիշտ է ընտրել այն խաղալիքները, որով եւ դուք եւ ձեր երեխաները կխաղաք, միասին խաղացեք, միասին անցկացրեք այդ ժամանակը եւ եղեք խաղանկեր երեխայի համար։ Եվ այո, երբեմն սովորեցրեք նրանց նաեւ պարտվել։ Այո։ Որովհետեւ դա նրանց հետո կյանքում շատ պետք կգա։ Սովորեցրեք պարտվել, սովորեցրեք այդ պարտությունը կրել պատվով։ Դա շատ կարեւոր է։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ մենք խոսում էինք այսօր մանկական խաղալիքներից խաղերից, մեր հյուրը Թագուհի Մակարյանն էր, հոգեբան։ Շնորհակալ եմ, մնացեք մեզ հետ։ Ողջույն, ձեզ հետ գեղեցկության արվեստն է։ Այսօր կխոսենք հարբերանային մաշկաբորբից։ Հարբերանային մաշկաբորբ կարող է առաջանալ գարնանը, ալերգիկ երևույթներից, երբ որ ծաղիկների բուռն փոշոտման շրջանն է, կարող է առաջանալ արևին, երբ որ մարդը արևապաշտպան քսուկներ չի օգտագործում, չի խոնավեցնում մաշկը, կարող է նաև լինել էնդոգեն, այսինքն ներսից եկող խնդիրներից, դրանք աղեստամոքսային տրակտի խանգարումներն են, հորմոնային, անգիոնևրոտիկ վիճակները կարող են, այսինքն մարդը երբ որ զգայուն է, նյարդային համակարգը գերզգայուն է, այդ պացիենտների մոտ, բուժառուների մոտ եւս կարող է առաջանալ նմանատիպ խնդիրներ։ Մեր բուժառուն երկար տարիներ օգտագործել է հորմոնային պրեպարատներ, այդ իսկ պատճառով նա ունեցել է սուր մաշկային բորբոքային պրոցես, որը զարգանալով հարբերանային շրջանից տարածվել է ամբողջ դեմքին։ Հիմա դուք կտեսնեք բավականին բուժված բուժառուի մաշկը, ինչպես մաշկային այլ խնդիրների ժամանակ, այնպես էլ մաշկաբորբի ժամանակ կատարում ենք դերմաբրազիա, մաշկի արտաքին շերտի դուսբերում, մաքրում։ Միջամտությունը կատարվում է սարքավորման միջոցով, ալմազային գլխիկների միջոցով հղկում ենք, մաքրում ենք բուժառուի հիպերկերատոզ մահացած շերտը։ Ամեն 28 օրը մեր բոլորի մաշկում հավաքվում է կերատինոցիտները։
Դրանք էպիդերմիսի բջիջներն են, իրենց ֆունկցիան կատարելով ամեն 28 օրը մեկ մահանում եւ հավաքվում են բոլորիս մաշկում։ Երբ որ ամիսների ընթացքում այդ շերտը հավաքվում է, առաջացնում է մաշկային խնդիրներ։ Դրանք հիպերպիգմենտացիաներն են եւ մաշկային տարբեր բորբոքային պրոցեսները։ Այդ իսկ պատճառով, եթե խնդիր ունի մաշկը, անհրաժեշտ է ամեն 28 օրը մեկ կատարել այս պրոցեդուրան, այնքան ժամանակ մինչև մաշկը առողջանա։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքան, ինձ մնաց հիշեցնել երկու բան։ Առաջինը, որ մեր ցուցադրման հովանավորն է Երեմյան ընկերությունը առողջ անարատ եւ 100% բնական կաթնամթերքով, եւ երկրորդը, որ մեր ամբողջ թիմը աշխատում է, որ ձեզ այն յուրաքանչյուրը լինի առողջ։ Եղիր առողջ, կհանդիպենք։